9 խոսք ընդամենը ուրախանում եմ, երբ ինձ ասում են գնանք Տիրոջ տուն։ Մեր ոտքերը քո դռների մեջ են կանգնելով, ով Երուսաղեմ։ Երուսաղեմը իրար հետ միաձուլված քաղաք պետք է կառուցվի։ Ցեղերը Տիրոջ բոլոր ցեղերն այնտեղ են ելնում ըստ Իսրայելի վկայության Տիրոջը անվանը գոհություն մատուցանելու համար։ Քանի որ այնտեղ են դրված դատաստանի աթոռը, Դավթի տան աթոռները։ Աղոթքեցեք Երուսաղեմի խաղաղության համար, քեզ սիրողները բարգավաճելու են։ Խաղաղություն թող լինի քո պարիսպների ներսում ու շինություն քո պալատներում։ Իսեր իմ եղբայրների ու ընկերակիցների հիմա ասելու եմ, խաղաղություն թող լինի քո մեջ։ Մեր Տեր Աստվածը Աստծո տան համար քո բարությունն եմ փնտրելու։ Մեր Տեր Աստծո տան համար քո բարությունն եմ փնտրելու։ Սա իրականում Տիրոջը տանը եկեղեցուն վերաբերվող սաղմոսը, մենք գիտենք, որ Երուսաղեմը, Աստծո տաճարը խորհրդանշում է այսօրվա եկեղեցին, որը մենք ենք։ Այո, կարող ենք ասել, որ այսօր շատ մարդիկ եկեղեցին դիտարկում են որպես պարզապես շենք կամ կազմակերպություն կամ մահերի սեփականություն, սակայն Աստծո եկեղեցին, Աստված իր եկեղեցին տեսնում է որպես իր ժողովուրդը, իր ընտանիքը, իր բնակության վայրը։ Ուզում եմ մի հատ ընդգծեմ սա։ Սակայն Աստված եկեղեցին տեսնում է որպես իր ժողովուրդը, իր ընտանիքը, իր բնակության վայրը։ Դավիթը նայելով Երուսաղեմին արտահայտում է այն սերը, ուրախությունը, նվիրվածությունը, որը պետք է ունենա յուրաքանչյուր հավատացյալ։ Ինչի նկատմամբ, Աստծո ժողովքի նկատմամբ։ Մենք այս խոսքերից տեսնում ենք, որ եկեղեցում 4 կարևոր առանձնահատկություններ կան։ Մենք այսօր կքննարկենք այդ առանձնահատկությունները, բայց նախ ուզում եմ սկզբին տեսնենք, որ Տերն է շինում իր եկեղեցին և իմ ոտքերը պետք է հաստատված լինեն Տիրոջ շինության մեջ։ Տերն է շինում եկեղեցին, մարդը չի շինում։ Ոմանք ասում են, և դա ճշմարտություն է, որ եկեղեցին հիվանդանոց է։ Տարբեր մարդիկ գալիս են բժշկվելու, ազատագրվելու, փրկվելու համար։ Ու հաճախակի մենք մեկս մյուսից ենք պահանջում բժշկություն։ Ուզում եմ քեզ ասեմ, ստեղ կա մի բժիշկ։ Նրա անունն է Հիսուս Քրիստոս։ Ստեղ կա մի ազատագրող։ Նրա անունն է Հիսուս Քրիստոս։ Ստեղ կա մի փրկիչ։ Հիսուս Քրիստոս է նրա անունը։ Չկա ուրիշ փրկիչ, չկա ուրիշ անուն երկրի վրա, որ տրված լինի մարդկանց, որով կարողանան մարդիկ փրկվեն, ազատագրվեն կամ բժշկվեն։ Կա մի անուն, դա Հիսուս Քրիստոսն է։ Եվ այս խոսքերը կարդալով ուզում եմ մենք այդ 4 կետերը նայենք։ Առաջինը եկեղեցին միաբանության վայրը։ Գրված է 3-րդ խոսք ասում է. Երուսաղեմը շինված է ինչպես քաղաք, որ ինքն իրան հետ միավորված է։ Լսում ես, 3-րդ խոսքը ասում է,
Երուսաղեմը շինված է ինչպես քաղաք, որ ինքը իրան հետ միավորված է կամ միաբանված է։ Հասկանում եք, չէ՞, որ սա շենքերի մասին չի խոսքը լինում։ Սա կենդանի քարերի մասին է գրվում։ Տերը շինում է եկեղեցին ու ասում է, այս եկեղեցին միաբանված է մեկը մյուսի հետ։ Եկեղեցու կամ Երուսաղեմու ամրությունը միասնականության մեջ էր, միաբանության մեջ էր։ Եկեղեցին կոչված է լինելու միաբան։ Ռենհարդ Բոնկին ասում է, դու առանց եկեղեցու չես կարող կատարել Աստծո հրահանգը։ Տերը ասել է եղեք միաբան, եթե դու եկեղեցում չես, դու չես կարող քո հետ միաբան եղնես։ Դու պետք է եղնես եկեղեցում, որտեղ կարող ես միաբան լինես ուրիշների հետ։ Ինչ ասամ ես տալի, մենք տարբեր մարդիկ ենք։ Նայում եմ ձեզ ու հասկանում եմ, մենք յուրաքանչյուրս շատ տարբերվում ենք իրարից։ Մենք ունենք տարբեր տարիքներ։ Այն ամենափոքրից մինչև մեծը ունենք ստեղ։ Շատ մեծ չի, բայց մեծ է։ Ունենք տարբեր շնորհքներ այստեղ, չէ՞։ Մենք բոլորս տարբեր ենք, տարբեր շնորհքներ ունենք Տիրոջից ստացած։ Բայց մեկ Տեր ունենք։ Եվ այս Տիրոջով մենք պետք է միաբանվենք, իրար ընդունենք։ Սատանայի նպատակն է, հակառակորդի նպատակն է, այս միաբանությունը փլի, քանդի, ոչնչացնի։ Եթե ինքը կարողանում է միաբանությունը ոչնչացնել, միասնությունը ոչնչացնել, ինքը կարողանում է հաջողության հասնել։ Հաջողությանը հասնում ոչ թե նրանում, որ ինքը կործանում է եկեղեցին, այլ հաջողությանը հասնում նրա կյանքում, ով որ միաբանությունից դուրս է մնացել։ Նրան տանելով ճանապարհով, չեմ ասում վատ ճանապարհով կամ լավ ճանապարհով, տանում է մի ճանապարհով, որ ի սկզբանե ինքը չէր նախասահմանել, ինքը չէր դրել։ Ես հավատում եմ, որ այն մարդիկ, որ ստեղ գալիս են, Տերը նրանց կանչել է լինել այս միասնության մեջ, այս միաբանության մեջ։ Բայց միևնույն ժամանակ մենք ունենք շատ մարդիկ, որոնք գնացել են մեր մեջից։ Երբ որ իմ ընտանիքում կատարվեց դժբախտություն, քաոս, կրիզիս, երբ որ իմ կինս դավաճանեց, ընտանիքը թողեց, ես մեծ պայքարներով անցա, մեծ աղոթքներով անցա, եւ առաջի բանը, որ Տիրոջից լսեցի, որ պետք է ներեմ, հեշտ չի, պետք է ներես։ Ներես դու, որ մեղք չես գործել, ներես դու, որ դու պայքարել ես ընտանիքի համար, ապրել ես ընտանիքի համար, մեղք չես գործել, դու ես տառապում, դու պետք է ներես, ներել ես, բայց հակառակ կողմը ամեն ինչ անում է քեզ ցույց տալու, քեզ ցավացնելու համար։ Ու մի օր, երբ որ ես մենակության մեջ էի, աղոթքի մեջ էի, Տեր, ինչի, ինչպես, մի հատ բան ասեցի, Տեր ասի, ժամանակ առ ժամանակ գալիս է այնպեսի զգացում, որ ես մտածում եմ, որ ես չեմ ներել։ Ոնց ես համոզվեմ, որ ես ներել եմ։ Տերն ինձ ասավ ներելու գագաթնակետը ամենաբարձրը, որն է, սկսի օրհնել։ Օրհնել ոչ թե այդ մարդու մեղքը, այլ օրհնել, որ այդ մարդը մեղքից դարձավ։
Այն պատճառները, որ տանում է իրան մեղքի մեջ, օրհնել, որ Աստված կասեցնի, կանգնացնի։ Ես սկսեցի օրհնել, անկեղծ, Աստծո առաջ կանգնած եմ, գիտեմ, որ Աստված լսում է, ես սկսեցի օրհնել, Աստված ջան օրհնի իրան, տուն տուր, այն ժամանակ հայում էինք ապրում, տուն տուր, մեքենա տուր, աշխատանք տուր, ու վերջի օրհնությունը, որ հռչակել եմ, տարօրինակ օրհնություն էր, բայց հռչակել եմ։ Ասի Տեր, իրան մի հատ ամուսին տուր, որ ի վերջո ինքը կհանգստանա ու կդադարի մեր գործերից։ Օրհնելը դժվար է, բայց այդքան դժվար չէր։ Գիտեք ինչն էր դժվար, որ շատ կարճ ժամանակ դու քեզ համար տարիներով բան ես խնդրում, չես ստանում Աստծուց, բայց օրհնել ես նրան, ում պետքա անիծեիր, բայց օրհնել ես։ Ու մեկ է շատ կարճ մի երկու շաբաթ չանցած այդ օրհնությունից սկսում են կատարվել իր կյանքում։ Իրավունք են տալի տուն վարձելու, միակ շքեղ տուն են ճարում, սեփական տուն, իրանց իրավունք են տալի, թանկ է այդ տունը, բայց իրավունք են տալի, սոցիալը վճարում է այդ տունը։ Այդ ժամանակ իմ կյանքում մի հատ հարց եղավ, ես առանց մեքենա մնացի, ինքը 3 տարեկան մի հատ մեքենա է գնում։ Աշխատանքը Աստված իրան օրում, հենց աշխատանք, որ շատ դժվար է ունենալ, իրականում Փախստականին եկած Գերմանիա ու մի անգամից գնա մի հատ մեծ ֆիրմայում, բյուրոյում այդ ձեր կադրի տեղակալ աշխատում։ Այ քեզ օրհնել։ Ու ես լսում եմ իմ հոգու մեջ, այդ ամեն բանը կատարվում է իմ օրհնության հիման վրա։ Ու վերջի օրհնությունն էր մնացել։ Ու մի շատ կար ժամանակ հետո իմ աղջիկը ինձ ասում է, որ իր մաման ամուսնանում է։ Ու իրոք ամուսնանում է։ Ու հիմա վերջի անգամ, երբ որ իր մամայից ինձ պատմել է, իմ աղջիկը զարմացած ասում էր, եթե մարդը կարա այս ձև փոխվի, ես ասում եմ դա հրաշք է։ Որ ես իրան չեմ ճանաչում։ Եկեղեցի է գնացել, ապաշխարում է ու փոխվել է։ Ինչի պատմեցի ես։ Յուրաքանչյուր հովիվի համար մեծ ցավ է, երբ որ եկեղեցուց ինչ-որ մեկը գնում է։ Սա նման է ցավակար։ Եվ երբ որ ես մտածում էի մի քանի օր առաջ, Տերը իմ առաջ բերեց այդ օրինակը, ու ասավ օրհնի իրանց։ Եվ օրհնելով ես ասեցի Տեր, տուր որ այս մարդիկ գտնեն, գնան մի հատ եկեղեցի, որ դադարեն լինել դավաճան կամ թափառական, կամ անհաստատ, գտնեն իրանց տեղը, ու այլևս չկորցնեն քեզ իրանց կյանքի միջից։ Մեր եկեղեցու համար ես հավատում եմ, որ Տերն է շինող է եկեղեցին։ Ու այն մարդիկ, ովքեր չեն միաբանվելու, չեն միականալու մեր հետ, ցավ եմ քաշում, բայց հեռանալու են։ Մեկ ցավոտ ալում։ Բայց Տերը ասավ, որ եկեղեցին շինված է ինչպես քաղաք, որ ինքը իրան հետ միաբանված է։ Այս եկեղեցին շինված է Տիրոջ կողմից, որպես մի հավաքույթ, որը միաբանված է ինքը իրա մեջ։ Ես չեմ ուզում շատ համարներ ձեզ հիշացնեմ, որ Տերը խոսում է, որպեսզի մենք միաբան լինենք,
մեկ խորհուրդ ունենանք, մեկ միտք ունենանք, հեշտ չի։ Գիտեք, ամենադժվարը նա է, որ մարդկանց տաս ազատություն, այն ինչ որ ես աշխատում եմ, որ ստեղ եղնի, որ ամեն մեկը կարողանա ինքը ունենա ազատ միտք, ազատ մտածելակերպ, միևնույն ժամանակ լինի միաբան։ Սա դժվար աշխատանք է։ Մենք կարող էինք ընտրել направление նա, որ խստություն սենս պետք է եղնի։ Մածունը կապույտ է եւ վсё։ Ով որ ասում է սիպտակա, իրավականի բարբարով։ Իրան բարևից զրկել։ Չէ, ես կուզենամ, որ մենք հասկանանք։ Տեղեր կա, ինձ զիջել եւ խոնարհվել է պետք, որպեսզի միաբանությունը հաստատվի։ Տեղեր կա, իմ անձի վրայով պետք է անցնեն, որ միաբանությունը մնա միավորված։ Ամեն, փառք Տիրոջը։ Իմ հարցը սրանում է։ Իրականում մենք նույնը չենք, բայց հարցը սրանում է, մենք նախընտրում ենք ծառայել Քրիստոսին, թե մեր զգացմունքներին կամ էգոին։ Միասնությունը քանդող հանգամանքը դա իմ զգացմունքներն են եւ իմ էգոն է։ Նա կրկնի։ Միաբանությունը քանդողը, ասա, միաբանությունը քանդողը իմ զգացմունքներն են կամ իմ էգոն է։ Իմ եսը։ Երբ եկեղեցին միաբան է, նա ինչ է, նա ուժեղ է, անհաղթելի է։ Երբ որ մենք միաբան ենք, մենք զորավոր ենք։ Ես կարող եմ վկայել, այն հարցի շուրջ, երբ որ մենք միաբանվել աղոթել ենք, մենք պատասխանը տեսել ենք։ Մենք ունենք այդ վկայությունը։ Մենք գանձեր ունենք, երեխեք ունենք եկեղեցում, որոնք այդ միաբան աղոթքների հետևանքն են։ Մենք դոկումենտով ընտանիք ունենք, որ այդ միաբանության հետևանքն է։ Մենք ունենք բժշկություններ, որ միաբանության հետևանքն է։ Դեռ մենք կտեսնենք հրաշքներ եւ զորություններ մեր միաբան աղոթքների միաբանության հիմքի վրա։ Ու ասեմ ձեզ, մեր միաբանությունից շատ հրաշքներ եւ զորություններ է կախված։ Մեր միաբանությունից կախված է շատերի փրկությունը։ Երեք էինք Անուշի հետ խոսում, ասում եմ, այս վերջի ժամանակներում այս շատ տարբեր քաշքշոցներ, մարմնավոր գործեր, ինչ որ բաներ, մեզ շեղել է մեր ցելից։ Մենք մոռացել ենք մեր պայքարը չփրկված մարդկանց համար։ Ես եւ դու պետք է միաբանվենք պայքարելու չփրկված մարդկանց համար։ Փառք Տիրոջը։ Ուրեմն երկրորդ բանը, որ տեսնում ենք այս խոսքերի մեջ, եկեղեցին երկրպագության վայր է, պաշտպանմունքի վայր է։ Խոսքում կարդում ենք 4-րդ խոսքում ասում այստեղ վեր են գնում ցեղերը, որ Տիրոջ անունից գոհան են։ Եկեղեցին դա մի վայր է, որտեղի կենտրոնում Տեր Աստվածն է, մարդը չի։ Որտեղ մենք հավաքվում ենք երկրպագություն, պաշտպանմունք, աղոթք մատուցանելու։ Սա փառաբանության վայր է, սա մի տեղ է, որ պետք է մենք այդ պաշտպանմունքը մեր հոգու ներսից ներկայացնենք Տիրոջ։ Իհարկե լավ է, շատ եմ սիրում ձեզ, յուրաքանչյուրիդ, շատ եմ ուրախանում, երբ որ ձեզ տեսնում եմ ամեն կիրակի կամ կիրակից դուրս։ Բայց մենք երբ որ հավաքվում ենք կուզենամ, որպեսզի տեսնեմ, որ մեզանից յուրաքանչյուրը իր սրտը պաշտում է Տիրոջ։ Ասում է, ժողովուրդը բարձրանում էր Երուսաղեմ
որպեսզի պաշտեն։ Նրանք չէին հավաքվում մենակ իրար տեսնելու համար։ Նրանք գնում էին Աստծուն փառավորելու, շնորհակալություն հայտնելու, զոհ մատուցանելու, նրա ներկայությունը փնտրելու համար։ Լսում ես, եկեղեցին մի տեղ է, որտեղ դու պետք է փնտրես Տիրոջ ներկայությունը։ Եկեղեցին մի տեղ է, որտեղ ես պետք է գամ իմ ուրախությունը ներկայացնելու համար, շնորհակալությունը բարձրացնելու։ Եկեղեցին մի տեղ է, որտեղ պետք է բերեմ Քրիստոսի ոտքերի մոտ, որպես զոհ իմ դժվարությունները եւ կարիքները։ Ուզում եմ ասեմ, այսօր էլ եկեղեցու գլխավոր նպատակը մարդկանց հաճեցնելը չի, այլ Աստծուն փառավորել։ Տերը մի հատ հարց տվեց, ասավ դուք շարունակում եք մարդկանց հաճեցնել, եթե այդպես է դուք Քրիստոսի ծառաները չեք։ Իհարկե շատ գեղեցիկ է, երբ որ մենք իրար հանդիպում ենք, ժպտում ենք, մենք փորձում ենք իրար շահել, բայց ուզում եմ քեզ ասեմ, մեր նպատակն այստեղ հավաքվել ոչ թե իրար շահելն է, այլ Աստծուն ծառայելն է։ Ու ես նախընտրում եմ այստեղ փառավորել Աստծուն, քան ինչ-որ մեկին բառը չեմ գտնում հայերեն, դավոլնի սարքել։ Եկեղեցի գալիս եմ ոչ միայն օրհնություն ստանալու, այլ առաջին հերթին Աստծուն օրհնելու համար։ Դա կլինի իմ աղոթքով, դա կլինի իմ երկրպագությամբ, դա կլինի իմ զոհաբերությամբ, դա կլինի իմ մասնակցությամբ։ Քո քայլը այստեղ այդ դռնով ներս մտնելը պետք է սկսի փառավորել Աստծուց։ Ես որպեսզի շատ չերկարացնեմ, չեմ բերել են խոսքերը, բայց կպատմեմ մի քիչ։ Երբ որ Երուսաղեմը, Տերը ասավ, որ Երուսաղեմի տաճարը սարքեն, տաճարի դուռը սարքեցին շատ ցածրահասակ։ Որպեսզի մարդը այնտեղ մտնի, մի քիչ ցենց գրացած։ Խոնարհվելով Աստծո առաջ։ Գոհություն մատուցանելով Աստծո։ Աստծո առաջ բերելով ոչ թե իրա, մենք բոլորս կարիքներ ունենք, մենք բոլորս ունենք հարցեր, բայց այսօր ուզում եմ քեզ հարց տամ, որն է առաջի տեղում քո կյանքի մեջ, Աստծուն փառավորել, պաշտել, օրհնել, թե քո խնդիրները։ Լսեք, Աստծո խոսքն ասում է, սիրիր քո Տեր Աստծուն, սա առաջի պատվիրանն է։ Մի ուրիշ տեղ ասում է, պաշտիր քո Տեր Աստծուն։ Առաջի տեղը պետք է լինի Աստված։ Եթե ինչ-որ մի հատ հոգս կամ կարիք, անգամ են կյանքիդ անհրաժեշտը առաջի տեղում է, Աստված չի զիջում իր տեղը, ասում է ուրիշ Աստված չունենաս քո մեջ, բացի Տեր Աստծուց։ Ուրեմն երկրորդ հիմնական քարը դա եկեղեցին երկրպագության վայրը։ Առաջինը որն էր։ Եկեղեցին դա մենք ենք եւ Աստված եկեղեցուն տեսնում է որպես իր ժողովուրդ, իր ընտանիք, իր ներկայության վայր, որտեղ պետք է լինի միաբանություն, միասնություն։ Եվ երկրորդը այս միաբանությունը պետք է սկոնցենտրիրованный հայեր ոնց այդ բառը ոնց կենտրոնացած լինի Տիրոջ վրա, Տիրոջ պաշտելու։ Երրորդը շատ կարևոր է, առանց սրան եկեղեցին դադարում է լինել Քրիստոսի եկեղեցին, եկեղեցին ճշմարտության եւ արդարության վայր է։ 5-րդ խոսքը ասում է, այստեղ են դրված դատաստանի աթոռը։
եւ հռչակված Դավիթի տան աթոռը։ Դատաստանի աթոռը խորհրդանշում է արդար կառավարումը։ Աստծո ժողովուրդը պետք է ապրի Աստծո խոսքի իշխանության ներքո։ Այսօր եկեղեցու իշխանությունը մարդկանց կարծիքը չի, այլ Աստծո խոսքը։ Այստեղ եկեղեցում սովորում ենք ճշմարտությանը, ուղղվում ենք, խրատվում ենք, աճում ենք սրբության մեջ։ Առանց ճշմարտության եկեղեցին կորցնում է իր հիմքը, հիմնակարը։ Եկեղեցին չի կարող լինել Քրիստոսի եկեղեցին, եթե այս հիմքը խրխուրված է, եթե Աստծո խոսքը ծռմռված է, եթե Աստծո խոսքը նայվում է մատերի արանքով, եթե Աստծո խոսքը մի կողմ է դրվում հարցերի մեջ։ Աստծո խոսքը, ճշմարտությունը պետք է լինի գլխավոր քարը, որի վրա կանգնում է եկեղեցին։ Եթե եկեղեցին Տիրոջ ներկայության վայրն է, այդ եկեղեցին հիմնված է Քրիստոս քարի վրա, որը խոսքն է։ Մենք հաճախակի դատաստանից վախում ենք։ Բայց երբ որ Դավիթը արդար էր լինում, նա գիտեք ինչ էր աղոթում։ Գիտեք, ասում էր Տեր դատիր ինձ։ Մենք հաճախակի մտածում ենք դատաստանը մենակ կործանման համար է, բանտարկության համար է, բայց ես քեզ ասում եմ ասեմ, որ Աստծո դատաստանը այսօր եկեղեցու համար դա ճշմարտության համար է։ Այսօր աշխարհը առաջարկում է, որ մենք ուրիշ դարում ենք ապրում, ուրիշ ժամանակներ են, ուրիշ մարդիկ են, ուրիշ սերունդներ են, ուրիշ հասկացողություն է, Աստծո խոսքը պետք է փոխվի։ Վերջերս այն նախկին կաթողիկոսը, կաթոլիկ եկեղեցու, ասեր Աստծո խոսքը պետք է մի քիչ ժամանակակիցացնենք, դարձնենք ժամանակակից։ Պետք է բաներ կա հանենք մեջից։ Աստծո խոսքը գիտեր, որ գալու է 21-րդ դարը։ Աստծո խոսքը գիտեր, որ գալու են այն սերունդները եւ ժամանակները, որոնցում ես եւ դու ապրում ենք։ Եվ դրա համար Տերը ասավ. երկինք ու երկիր կանցնի, բայց իմ խոսքից մի նշուր անգամ չի անցնի։ Այսօր կա հարմարավետ ավետարան, եւ Աստծո խոսքը զգուշացնում է, որ վերջին ժամանակներում մարդիկ կլինեն, որոնք կփնտրեն իրանց լսողությունը շոյող քարոզիչներին։ Իհարկե հաճելի է լսել, որ դու լավն ես, Աստված քեզ սիրում է, մեր Արտուր եղբայրն ասում, լավ ասում, ճիշտ է, ես էլ եմ ինձ շատ սիրում։ Բայց առակած գիրքը ասում է գնա այնտեղ, որտեղ կա հանդիմանության խոսք, որտեղ այնտեղ դու կարող ես փոխվել։ Դուրեկան չի։ Ես ոնց որ ինքս ինձանից գիտեմ, որ այդքան է դուրեկան չի, երբ որ քեզ հանդիմանում է։ Դժվար է ընդունել։ Բայց եթե խոնարհվում ես, եթե օրհնում ես Տիրոջը, հասկանում ես, որ այդ նրա խոսքն է, դու համաձայնվում ես եւ փոխվում ես։ Եվ ուզում եմ քեզ ասեմ, մենք սովորելու տեղ ունենք, ուղղվելու տեղ ունենք եւ աճելու տեղ ունենք։ Եվ այդ գործիքը բերեք բացին կարդանք։ Տիմոթեոս Երկրորդ Տիմոթեոս վերցրել եմ ժամանակակից Աստվածաշունչ եմ կարդում
մի քիչ թերթերը սովոր չեմ ձեռիս։ Ես արևմտահային էի կարդում հիմա։ Ուրեմն, 3-րդ գլուխ 16 խոսքից։ Ամբողջ գիրքը Աստծո շունչն է եւ օգտակար վարդապետության, հանդիմանելու, ուղղելու եւ արդարության խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը կատարյալ լինի ամեն մի բարի գործի համար պատրաստված։ Լսում ես? Տիրոջ խոսքը, ամբողջ գիրքը Աստծո խոսքն է։ Կարանք այս գրքից Ղևտացի գիրքը կտրենք հանենք, ասենք մեզ քանել հաճելի չէ գիրքը։ Կարանք երկրորդ օրինացը կտրենք հանենք, լավ կարանք Կողոսացիս գիրքը գույնի հանենք, փոքր 6 գլխանոց գիրքը ինչ է կոր։ Աստծո խոսքն ասում է, ամբողջ գիրքը Աստծո շունչն է եւ օգտակար է։ Ինչին է օգտակար? Վարդապետության համար։ Եթե մի վարդապետություն հակասում Աստծո խոսքին, դրեք մի կողմ։ Չեմ ասում սպոր եկեք, վիճաբանեք, դրեք մի կողմ։ Ես մի քիչ խոնարհաբար եմ մոտենում, ասում եմ կներեք, այդ իմ խելքի բան չի։ Հաջորդը ինչի համար է։ Ախի այս բառը գրած տեղ է, լավ կլեր ասես ոգևորելու։ Կուզեիք չէ։ Ասել Աստծո խոսքը վարդապետության համար է, ոգևորելու համար է։ Ախր չէ, ասում է հանդիմանելու համար է։ Հիսուսի քարոզը 99% հանդիմանող է։ Մենակ մի հատ ոգևորող բան կար։ Գիտեք որն էր, որ ընկերոջն ասավ, գնա, ես էլ չեմ քեզ դատապարտում։ Գնա, այլևս մեղ մի գործ։ Ոգևորեց։ Բայց մնացած դեպքերում նա ասում էր, եթե չապաշխարեք, դուք էլ կործանվեք նրանց նման։ Հետո ինչի համար այս խոսքը մեզ պետք ուղղվելու։ Ինչ-որ մի բան քո մեջ ծուռա, մի գործի կա ուղղելու։ Դա Աստծո խոսքն է։ Գիտեք, մեկ բողոքներ են բարձրացնում Տիրոջը, գիտեք Տերն ինչ անում, ուղղակի ցույց է տալի ճանապարհ ուղղման, ցույց է տալի որտեղ նայենք, արդարության խրատելու համար եւ ուզում ես դատաստանի մեջ լինես անպարտելի, խրատվի արդարության մեջ։ Ինչի համար? Որպեսզի Աստծո մարդը կատարյալ լինի եւ պատրաստ լինի ամեն բարի գործի համար։ Ուրեմն եկեղեցին ճշմարտության եւ արդարության վայր։ Ամեն։ Եվ չորրորդ քարը, հիմնաքարը, առաջինը որն էր, ով կհիշացնա, միաբանությունը, երկրորդը պաշտամունքի վայրը, երրորդը ճշմարտության վայրն է, չորրորդը հիմնաքարը, եկեղեցին մեր աղոթքների եւ սիրո առարկան պետք է լինի։ 6-9 խոսքերի մեջ ես ընդհանրացնեմ, Դավիթ ասում է խաղաղություն խնդրեք Երուսաղեմի համար։ Դավիթը 3 անգամ խոսում է խաղաղության մասին, նա ասում է աղոթեք նրա համար, եկեղեցու համար, օրհնեք նրան, բարին ցանկացեք նրան։ Լսում ես։ Աղոթեք նրա համար, օրհնեք նրան, բարին ցանկացեք նրան։ Իսկ ինչու։
որովհետև նա սիրում էր Աստծո տունը։ Իրական հավատացյալը չի քննադատում միայն, չի հեռանում առաջին դժվարությունից, այլ աղոթում է, ծառայում է, կառուցում է։ Եթե սիրում ես Քրիստոսին, կսիրես նաև նրա տունը։ Ուզում եմ այս խոսքերի մեջ մի հատ գաղտնիք քեզ ցույց տամ։ Քո կյանքի հաջողության գաղտնիքը մեր Տեր Աստծո տան համար բարի եմ ուզում քեզ Տերն ասում։ Բերեք մի հատ նորից բացենք այդ Սաղմոսը։ Վեցից 9-րդ խոսքերը։ Աղոթեցեք Երուսաղեմի խաղաղության համար։ Քեզ սիրողները, ուշադիր, քեզ սիրողները բարգավաճելու են։ Աղոթեք Երուսաղեմի համար։ Աղոթեք եկեղեցու համար։ Քեզ սիրողները, եկեղեցին սիրողները բարգավաճելու են։ Ուզում ես բարգավաճել, ուզում ես քո կյանքում հաջողություն եւ օրհնություն, սիրի Քրիստոսի եկեղեցին։ Խաղաղություն թող լինի քո պալատների ներսում եւ շինություն կլինի քո պալատներում։ Շատ տարիներ առաջ Տերը երբ որ ինձ կանչել է, ինձ մի հատ խոսք ասավ։ Ասավ շինիր իմ տունը եւ ես կշինեմ քո տունը։ Ուզում ես Տիրոջ Տերը սարքի քո տունը, ուզում ես քո տունը բերի այն վիճակին, որ դու տուն մտնելով հանգստանաս եւ վայելես, շինիր Տիրոջ տունը։ Իսեր իմ եղբայրների եւ ընկերակիցների հիմա ասելու եմ, խաղաղություն թող լինի քո մեջ։ Շատ կարևոր է։ Եվ ասում է Տերը, մեր Տեր Աստծո տան համար քո բարությունն եմ փնտրելու, կամ քեզ համար բարի է լինելու։ Դավիթը որպես օրինակ քրիստոնյայի նրա սիրտը կապված էր Տիրոջ տան հետ։ Որքանով այն սիրտը կապված Տիրոջ տան հետ։ Մեր սիրտը պետք է կապված լինեն Քրիստոսի եկեղեցու հետ։ Այսօր մեզ հարցնում է։ Տերը հարցնում է քեզ։ Սիրում ես իմ եկեղեցին։ Աղոթում ես նրա համար։ Նպաստում ես նրա միաբանությանը, փնտրում ես նրա համար բարին, ուզում եմ ես հարցրել նորից տամ քեզ, սիրում ես Քրիստոսի եկեղեցին, աղոթում ես նրա համար, նպաստում ես նրա միաբանության մեջ, փնտրում ես նրա բարին, թող իմ պատասխանները, քո պատասխանները ոչ թե արտահայտվեն խոսքերով, այլ մեր կյանքով, մեր կարծերով։ Փառք Տիրոջը։ Կուզեմ մի հատաղուկ հետ անենք, որից հետո առաջ ենք գնալու։ Տեր սովորեցնում ես սիրել քո եկեղեցին, այնպես ինչպես դու ես սիրում։ Օգնիր, որ պահենք միաբանությունը, ապրենք քո ճշմարտությամբ, լինենք երկրպագող ժողովուրդ եւ միշտ աղոթենք քո ժողովրդի խաղաղության ու զորացման համար։ Ամեն։